Այս հատուկ օրը, երբ արևը մեղմորեն լուսավորում է հորիզոնը, իսկ աստղերը շշնջում են իրենց գաղտնիքները, ճակատագիրը մեզանից ոմանց անսպասելի շրջադարձեր և հետաքրքիր փոփոխություններ է պատրաստել։ Ժամանակը, երբ ամեն րոպեն լցված է հնարավորությունների կախարդանքով, ոչ միայն օրացույցի ամսաթիվ է, այլ նոր կյանքի դարպաս լի պայծառ իրադարձություններով և ճակատագրական որոշումներով։ Թող այս օրը լինի զարմանալի փոփոխությունների սկիզբ, որոնք ընդմիշտ կփոխեն ձեր ընկալումը աշխարհի և ձեր ներքին վիճակի մասին։ Խոյեր էներգիայի պայթյուն և նոր հորիզոններ։ Նրանց համար, ովքեր իրենց սրտերում կրում են կրքի բոցը և հաղթելու ցանկությունը, հունիսի 14-ը այն օրն է, երբ տիեզերքը բացում է դռները նոր արկածների համար։ Ձեր էներգիան ու նպատակասլացությունը կհասնեն իրենց գագաթնակետին, և դուք կզգաք, որ պատրաստ եք նվաճել այնպիսի բարձունքներ, որոնց մասին նախկինում միայն երազել եք։ Մի վախեցեք նախաձեռնություն ցուցաբերել հենց հիմա, ձեր գործողությունները կարող են մեծ փոփոխությունների սկիզբ լինել։ Ձեր ինտուիցիան, ինչպես ուղեցույց աստղ, ձեզ ցույց կտա ճիշտ ուղին, իսկ տիեզերքը կաջակցի ձեր յուրաքանչյուր որոշմանը։ Խորհուրդ. մի բաց թողեք ձեր հնարավորությունը, եղեք նախաձեռնող բաց հնարավորությունների համար և վստահեք ձեր ներքին իմաստությանը։ Այսօրը ձեր ջանքերը անպայման արժանի պատողներ կտան և ճակատագիրը ձեզ կժպտա դրա դիմաց։ Թող ձեր ներքին կրակը պայծառայրվի, լուսավորելով հաջողության ճանապարհը։ Խեցգետիններ ժամանակն է ներքին ներդաշնակության և սիրո։ Զգայուն և հոգատար խեցգետինների համար հունիսի 14-ը հատուկ ժամանակ է անցյալի ստվերները թողնելու և ներկայի վրա կենտրոնանալու համար։ Ձեր հոգին կարոտ է ջերմության, հարմարավետության և անկեղծ զգացմունքների, և հենց հիմա դուք կարող եք լցնել ձեր կյանքը սիրով և ներդաշնակությամբ։ Հին վերքերի ներելը և դրանցից ազատվելը կբացի դռներ ներքին աճի և երջանկության նոր հնարավորությունների համար։ Բարի եղեք ինքներդ ձեզ և ուրիշների հանդեպ, սա է խաղաղության և ուրախության բանալին։ Թող ձեր սիրտը լցվի լույսով և թող ձեր շրջապատի մարդիկ զգան ձեր անկեղծ հոգատարությունը։ Խորհուրդ. թողեք անցյալը և կենտրոնացեք ներկայի վրա։ Ձեր բարությունն ու անկեղծությունը կստեղծեն սիրո և վստահության մթնոլորտ ձեր շուրջը, որը միայն լավ բաներ կգրավի դեպի ձեզ։ Թող այս օրը լինի նոր գլխի սկիզբ՝ լի ջերմությամբ և լույսով։ Կշարքներ հայացք դեպի ապագա և ինքնավստահություն։ Նրանց համար, ովքեր փնտրում են հավասարակշռություն և ներդաշնակություն, հունիսի 14-ը այն օրն է, երբ ձեր ջանքերը կսկսեն շոշափելի արդյունքներ տալ։ Կշարքներ, դուք ունեք եզակի ունակություն գտնելու փոխզիջումներ և տեսնելու մեդալի երկու կողմերը, և հենց հիմա այս ունակությունը կդառնա ձեր ամենաուժեղ զենքը։ Հավատացեք ձեր ուժերին, մի վախեցեք պատասխանատվություն ստանձնել և նախաձեռնողականություն ցուցաբերել։ Այսպես կարող եք իրականացնել ձեր ամենահամարձակ գաղափարները։ Ձեր հավատը ինքներդ ձեզ կբացի նոր հնարավորությունների դռներ, և ուրիշները կգնահատեն ձեր նպատակասլացությունն ու խարիզման։ Շարժվելով առաջ, ձեզ կներկայացնենք կենդանակերպի այն նշաններին, որոնք չեն կարողանում գաղտնիքներ պահել։ Գաղտնիք պատմելը միշտ վստահության հարց է, բայց որոշ կենդանակերպի նշաններ պարզապես լավագույնը չեն ուրիշների գաղտնի տեղեկությունը պահպանելու հարցում։ Չնայած նրանք հաճախ վատ մտադրություններ չունեն, նրանց բնավորության գծերը թույլ չեն տալիս տեղեկատվությունը պահել իրենց մեջ։ Նրանց բացությունը, շփվողականությունը և փորձը կիսելու ցանկությունը հաճախ գերակշռում են, և ուրիշների գաղտնիքները հեշտությամբ դուրս են գալիս ջրի երես։ Սրանք այն 3 կենդանակերպի նշաններն են, որոնք ամենից հաճախ չեն կարողանում դիմադրել ուրիշների հետ իրենց իմացածը կիսվելու ցանկությանը։ Երկվորյակներ Երկվորյակները հայտնի են որպես կենդանակերպի լավագույն հաղորդակցողներ։ Նրանք սիրում են խոսել, կիսվել տեղեկատվությամբ և լինել ուշադրության կենտրոնում, ինչը հաճախ նշանակում է, որ նրանք դժվարանում են գաղտնիքներ պահել իրենց մեջ։ Նույնիսկ երբ նրանք չեն ցանկանում գաղտնիք բացահայտել, նրանց հետաքրքրասիրությունն ու խոսելու ցանկությունը հաճախ հաղթում են նրանց։ Երկվորյակները երբեմն չեն գիտակցում իրավիճակի լրջությունը կամ պարզապես չեն կարողանում դիմադրել հետաքրքիր տեղեկատվություն փոխանցելու ցանկությանը։ Նրանց ազնվությունն ու բացությունը գրավում են մարդկանց, բայց նաև դժվարացնում են նրանց վստահելը։ Աղեղնավորներ
Աղեղնավորները ազնիվ են եւ անմիջական եւ նրանց բացությունը երբեմն բերում է նրան, որ պատահաբար բացահայտում են ուրիշի գաղտնիքը։ Հասարակության մեջ զվարճալի կամ հետաքրքիր լինելու ցանկությամբ դրդված նրանք հաճախ պատահաբար բացահայտում են ինչ-որ բան, որը ինչ-որ մեկը վստահել է իրենց։ Աղեղնավորները չեն սիրում սահմանափակումներ, ուստի գաղտնիքները կարող են լինել բեռ, որը նրանց համար դժվար է կրել։ Նրանք սիրում են ամեն ինչ կիսվել իրենց ընկերների եւ ծանոթների հետ, այդ թվում այն տեղեկատվությամբ, որը պետք է մնա գաղտնի։ Չնայած նրանք չեն ցանկանում որևէ մեկին վնասել, ազնվության նրանց կարիքը հաճախ խանգարում է նրանց զգույշ լինել։ Կշեռքներ Կշեռքները սիրում են ընկերակցություն եւ պատմություններ ու փորձառություններ կիսվելով փնտրում են հաստատում, ուստի ընդունված լինելու ցանկությամբ դրդված նրանք երբեմն կիսվում են այնպիսի բաներով, որոնք պետք է գաղտնի մնային։ Բոլորին հաճեցնելու եւ կոնֆլիկտներից խուսափելու փորձով նրանք երբեմն անգիտակցաբար բացահայտում եւ փոխանցում են գաղտնի տեղեկություններ։ Կշեռքները հակված են բամբասելու, հատկապես եթե կարծում են, որ դա ավելի մտերիմ հարաբերություններ կկառուցի ինչ-որ մեկի հետ։ Երբեմն լավագույն մտադրություններով նրանք գաղտնիքը կիսում են իրենց վստահելի մեկի հետ առանց մտածելու հնարավոր հետևանքների մասին։ Չնայած նրանք նրբանկատ եւ բարի են, նրանց համար դժվար է դիմադրել հասարակական միջոցառումների կենտրոնում լինելու գայթակղությանը։